Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ներս հնակետները հայտնաբերած են 5000 դարվան հնություն ունեցող հաց։ Հայ ժողովուրդը պետք է ինքնագազմագերբվի, այլ դարբերակ չկա, Մեդաքսե Հակոբյան։ Մուրացության 1 տար, հայրու ցեղասպանուտեն են մինչև Արցախի անգում։ Ադրբեջանական զու գրագոցներու հետևանքով բնագերի դումը վնասված է Խոզնավարի մեջ։ Ուր գերտա Туրանական էքսպրեսը, թրքամետ ռազմաքաղաքական միության սպառնալիքները։ Սյունիքի մարզին մեջ լարվածություն կշարունակվի։ Հանդուրժողականության հմայքը, Ադրբեջանի քարոզչությունը օդար երգիրներու լրատվամիջոցներով։ Ինչպես 1918-ի Արևմտյան Հայաստանի հայերը, այսօր էլ արցախցիները համառ բայկարով պիտի փրկեն Հայաստանը։ Նայիրի Հոխիկյան։ Արևմտյան Հայաստանի մեջ հնակետներուն հաջողած է հայտնաբերել մոտավորապես 5000 դարվան հնություն ունեցող հացմը, որ այժմ վերարտադրության ընթացքի մեջ է խթանելով հետաքրքրությունը հին սորեններու դեսակներու մշակման հանդեպ, որոնք ավելի հարմար են երաշտային պայմաններու։ Հացը հայտնաբերված է Էսկիշեհիր քաղաքեն 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հնավայրի մեջ։ Բեղումներու ղեկավարը նշած է, թե ասիգա մինչ այժմ բեղումներու ընթացքին հայտնաբերված խմորով եւ թխված ամենեն հին հացն է, որ հիմնական բահած է իր ցևը։ Գլոր եւ բարակ այս հացը գտնված է 2024-ի սեպտեմբերին բրոնզե տարով բնակարանի մշենքին դակ ածխացած վիճակի մեջ։ Ըստ հնակետներու հացեն մասը բոկված էր, ապա այրած եւ թաղված հավանաբար արադության արարողության ընթացքին։ Հացը պատրաստված էր հին սորենի ոսպի հադիկներեն ստացված գոբիտ ալյուրե։ Հնակույն հացը ներկայիս ցուցադրության է Էսկիշեհիրի հնակիդական տանկարանին մեջ։ Էսկիշեհիրի քաղաքապետը հայտնած է, թե այս հայտնագործությունը խորաբես հուզած է իրենց։ Եվ երբ հացի բաղադրությունը ուսումնասիրված է, որոշած են զայն վերարտադրել օգտագործելով հին սորենի մոդիկ տեսակը Քավիլջա անունով։ Ալեն Սիմոնյան անդրադարձած է իր այն հայտարարության, ըստ որու խաղաղության պայմանակիրեն յետք հայերն ու ադրբեջանցիները միասին արևդուր պիտի ընեն։ Ան զարմանք հայտնած է քննադատություններուն վրա նշելով, թե ինչպես հայերը կրնան ցանկանալ վերադառնալ Արցախ, նույնպես իրավունք ունին վերադառնալ Բաքու կամ Սումգայիթ։ Պատգամավոր Մեդաքսե Հակոբյան քննադատած է Ալեն Սիմոնյանի այս արտահայտությունները նշելով, թե ասիգա ադրբեջանամետ քարոզմն է, որ կգադարվի Արևելյան Հայաստանի իշխանություններուն կողմէ։ Մեդաքսե Հակոբյան շեշտած է, որ Արցախի հայերը արժանապատիվ կյանք մը չեն ապրած ադրբեջանական դրոշի տակ եւ այժմ անհրաժեշտ է ընդդիմանալ իշխանություններու հանձնողական քաղաքականության։ 2025-ի ապրիլ 26-ին Գերմանիա Ֆրանկֆուրտ քաղաքին մեջ տեղի ունեցավ հայրու ցեղասպանության 110 ամյակին նվիրված պաշտոնական արարողությունը գազմագերբված Գերմանիա հայոց կենտրոնական խորհրդին եւ հայ առաքելական եկեղեցու Գերմանիա թեմին կողմէ։ Գլխավոր խոսքով հանդես եկավ իրավագետ պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդը, ով դատապարտեց պատմական ժխտողականությունն ու ներկա ժամանակներու անկործությունը, գապ հաստատելով 1915-ի ցեղասպանության եւ Արցախի վերջերս տեղի ունեցած ողբերգական զարգացումներուն միջև։ Ան հայտարարեց, թե 2020-2023 թվականներուն Ադրբեջանի եւ Թուրքիո գործողություններուն հետևանքով Արցախի հայ բնակչությունը ենթարկվեցավ նոր ցեղասպանության, շրջափակման, սովի եւ դեղահանության ջամփով։ Լուխտերհանդը անդրադարձավ նաև Գերմանիա պատմական պատասխանատվության 1915-ի իրադարձություններուն միջև, ինչպես նաև քննադատեց Բունդեսթագի 2016-ի որոշման մեջ Արցախի հարցի բացակայությունը։ Ապրիլյան պատերազմը եղավ ցեղասպանության փորձնական փորձարկումը, նշեց ան։ Մայիսի 29-ին ադրբեջանական զինյալ ուժերը գրակ բացած են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ, որուն հետևանքով վնասված է բնագելի դունմը։ Դժուժացներ չկան, կհայտնի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը գոչ կուղե Ադրբեջանի զինյալ ուժերուն իրականացնելու միջադեպին համապատասխան հետաքննություն եւ դրամատրելու հրաբարակային բարձրաբանումներ։ Նշենք, թե սա վերջին ժամանակներու ընթացքին արդեն երկրորդ նման միջադեպն է Սյունիքի մեջ։ Մայիսի 9-ին ադրբեջանական գրագոցներու հետևանքով վնասված էր նաև Խնաձախ գյուղի դուներեն մեկ ընտանիքը։ Թուրքիան աշխուժ գերբով գծեվավորե ռազմաքաղաքական դաշինքը հիմնված թուրքական պետություններու գազմագերբության վրա առաջնորդվելով մեծ թուրան քաղաքապարախոսությամբ։ Այս ծրագիրի նպատակն է ընդլայնել թուրքական ազդեցությունը Կովկասի, Կենտրոնական Ասիո եւ Ռուսաստանի թուրքալեզու շրջաններուն մեջ։ Ադրբեջանի միջոցով Թուրքիո ներկայությունը արդեն իսկ կսպառնա Արևելյան Հայաստանի սահմանային անվտանգության։ Ներկա դրությամբ ՏՊԳ-ի գործունեությունը ուղղված է նաև ռազմական համախմբման Թուրանի բանակի ստեղծման ուղիով։ Այս զարգացումները կներկայացնեն լուրջ սպառնալիք ոչ միայն արևելյան, այլև արևմտյան Հայաստանի համար։ Թուրքիան կփորձե իր վերահսկողությունը հաստատել պատմական հայկական հողերու վրա, վերանայված պատմական ընկալումներու եւ ծավալապաշտական նպատակներու ներքո։
Արևելյան Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը կշարունակե բահբանվել։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ, հայտարարած է Ռուսաստանի պաշտպանության նախարարը ըստ ԴԱՍ լրատու գործակալության։ Նախարարը ավելցուցած է, որ Ռուսաստան պատրաստ է անել ամեն հնարավորը խաղաղության պայմանագրի ստորագրման նպաստելու համար։ Ավելի առաջ Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրով հայտարարած էր, թե Ռուսաստան անկեղծորեն հաջողություն կմաղթի Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին մեջ եւ պատրաստ է շարունակել դրամատրել ամբողջական աջակցություն այդ փաստաթուղթին մշակման եւ ստորագրման գործով։ Գեղարդ հիմնադրամը կփաստե, թե Ադրբեջանը միջազգային հարթակներու վրա կդարածե հանդուրժողականության գերբարմը օգտագործելով հոդվածներ, գիրքեր եւ զանգվածային լրատվամիջոցներ։ Վերջերս երկու վճարովի հոդված հրապարակված է Ադրբեջանը ներկայացնելով որպես բազմամշակութային եւ խաղաղ երկիր։ Հոդվածները կխեղաթյուրեն իրականությունը, Հայաստանը ապատեղեկատու գերբով ներկայացնելով որպես ճնշող, միաժամանակ անտեսելով Ադրբեջանի մեջ ազգային փոքրամասնություններու թեմ գիրառվող ճնշումները եւ հայկական մշակույթի ճնճումը։ Վար օրինակ մնե Շուշիի Քրինդակ գյուղի հողին հավասարեցումը։ Այս տեսակի քարոզչությունը նպատակ ունի արդարացնել Ադրբեջանի վարած քաղաքականությունը եւ քողարկել անոր կողմէ գործված հանցագործությունները։ Լրագրող Նայիրի Հոխիկյան իր թիմադեդրի քրարման մեջ զուգահեռներ կգծե 1918-ի արևմտահայերուն եւ մերօրյա արցախցիներուն միջև։ Ան կհիշեցնե, թե ինչպես ժամանակին արևելյան Հայաստանի հայերը չօգնեցին արևմտյան Հայաստանի հայերուն ցեղասպանության ընթացքին եւ այսօր նույնպիսի անդարբերություն կդիրե Արցախեն դեղահանվածներու նկատմամբ։ Նայիրի Հոխիկյան կշեշտե, թե պարզապես արևմտյան Հայաստանի հայ հերոսներուն Անտրանիկի եւ Մախլուդոյի ջիկերուն շնորհիվ էր, որ կարելի եղավ փրկել արևելյան Հայաստանը։ Ան համոզված է, թե մերօրյա արցախցիները եւս պիտի դառնան Հայաստանի փրկության խարիսխը, թեև այսօր կհանդիպին նույն անդարբերության եւ ադելության ալիքներուն։ Երբ թուրքը հասած է մինչև Չերմուկ եւ Դավուշ, մեզ գրգին պիտի փրկեն անոնք, զորս այսօր մերժածենք, կգրե Նայիրի Հոխիկյան։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։